Հայաստանը ճգնաժամի մեջ է եւ պարզ լուծում չկա, եւ մենք որպես ոչ կառավարական կազմակերպություն, կառավարություն չենք։ Մենք շատ սահմանափակ ենք։ Մենք միայն կարող ենք խրախուսել հայ ազգին հավատարիմ մնալ իր պատմությանը, իր ավանդույթներին, իր քրիստոնեական հավատքին եւ լինել ողջ մնալու ռեժիմի մեջ։ Ուսումնասիրեք բոլոր հնարավորությունները ձեր ապագան ձեր սեփական երկրում ապահովելու համար։ Սա է այն ամեն ինչ կարող եմ ասել։ Ես չեմ կարող դա անել հայերի փոխարեն։ Հայ անհատները չեն կարող դա անել ինքնուրույն։ Պետք է լինի այս իրավիճակը հասցեագրելու հավաքական կամք կանխելու այն, ինչը ես տեսնում եմ որպես Հայաստանի քաղաքական համակարգի ադրբեջանաթրքացում։ Մարդիկ հաճախ են խոսում դեպի արևմուտք շրջադարձի մասին, բայց եթե նայենք, թե ինչ է քաղաքականապես կատարվում այս բռնաճնշումների առնչությամբ, կտեսնենք, որ Հայաստանն ավելի ու ավելի է նմանվում Ադրբեջանին եւ Թուրքիային, քան Միացյալ Նահանգներին կամ Արևմտյան Եվրոպային։ Իսկ կարծում եք կկարողանանք կանխել Հայաստանի այդ ադրբեջանաթրքացումը։ Հայաստանն ունի դաշնակիցներ այդ հարցում։ Well, it does not appear that you have strong. Ինձ այդքան էլ չի թվում, որ դուք ունեք ուժեղ դաշնակիցներ միջազգային հանրության մեջ։ Դուք ունեք համակիջներ, բայց համակիջները դաշնակիցներ չեն, եւ նույնիսկ ցեղասպանության ժամանակ, որը մենք անվանում ենք մեծ եղեռն, Ամերիկայում մեծ համակրանք կար այն մարդկանց կողմից, ովքեր գիտեին այդ մասին, եւ մարդիկ իսկապես գիտեին այդ մասին, բայց արդյոք Միացյալ Նահանգները միջամտեց պատերազմին հայերին փրկելու համար։